Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Քևին Համիլթոնի հետ։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն այս շփումների նպատակը տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ամրապնդումն է։ Բանակցությունների սեղանին են հայտնվել նաեւ Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության վերաբերյալ հարցեր։ Փաշինյանն արևմտյան կառույցների աջակցությունը համարել է պետության ինստիտուցիոնալ դիմակայունության բարձրացման գլխավոր պայման։ Քևին Համիլթոնը նշել է, որ ՆԱՏՕ-ն կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը եւ պատրաստ է շարունակել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը X սոցիալական ցանցում շնորհավորել է Իսրայելին անկախության օրվա առիթով։ Պաշտոնական Երևանը հրապարակման մեջ պատրաստակամություն է հայտնել ընդլայնելու կապերը եւ փնտրել համագործակցության նոր հնարավորություններ։ Երկկողմ հարաբերությունները խիստ սառել են 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմում Իսրայելի որդեգրած հակահայկական դիրքորոշման պատճառով։ 1992 թվականին հաստատված դիվանագիտական կապերը միայն կարճ ժամանակով աշխուժացել են 2017 թվականին ուղիղ չվերթների գործարկմամբ։ Այդ ժամանակահատվածից ի վեր երկրները բավարարվել են լոկ Թել Ավիվում եւ Երևանում դեսպանների փոխադարձ նշանակմամբ։ Արժեքահեն հոգևոր կյանք ունենալու խնդրի լուծման համար Նիկոլ Փաշինյանը Facebook-յան ուղիղ եթերում ներկայացրել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրի երկրորդ մասը, որտեղ անդրադարձել է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման հրատապությանը։ Ըստ Փաշինյանի հունիսի 7-ին կանալիք ընտրություններում ԿՊ-ի հաղթանակի դեպքում հոգևորականները կներառվեն համընդհանուր հայտարարագրման համակարգում, իսկ եկեղեցին կսկսի հարկեր վճարել պետական բյուջե։ Հայաստանի Հանրապետությունում գործում է համընդհանուր հայտարարագրման համակարգ եւ այս համակարգից չեն կարող դուրս լինել հոգեվոր ծառայողները։ Մենք վաղուց ենք խոսել, որ հայաստանյաց առաքելական եկեղեցին որոշակի առևտրային գործունեության եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում պետք է նաեւ հարկեր վճարի։ Փաշինյանի խոսքով հոգևոր դասը պետք է օգտվի պետական սոցիալական երաշխիքներից, սակայն միևնույն ժամանակ դադարի գործել ստվերում եւ զբաղվել քաղաքական քարոզչությամբ։ Հայկական աղբյուրներում տեղեկություններ են տարածվում, որ ադրբեջանցիներն ավերել են Ստեփանակերտի Մայր տաճարը, Սուրբ Աստվածամոր եկեղեցին։ Զվարթնոցի տեսքով Սուրբ Աստվածամոր Հովանի Մայր տաճարը հիմնադրվել է 2006 թվականին, օծվել 2019 թվականին։ Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը նշել է. «Սա ոչ առաջին, ոչ էլ վերջին դեպքն է, երբ Ադրբեջանը փորձում է վերացնել հայկական ժառանգությունը»։ Սա սպիտակ ցեղասպանություն է, սա մշակութային ցեղասպանություն է, որը իրականացվում է այսօրվա իշխանությունների լուռ համաձայնությամբ։ Էլ ավելին, այս մշակութային ցեղասպանություն իրականացնողները այս իշխանությունների կողմից ներկայացվում են որպես մեր խաղաղության երաշխավոր։ Օրեր առաջ էլ ադրբեջանցիները հիմնահատակ ավերել էին Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 5-ին պետական այցով կժամանի Հայաստան։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Ֆրանսիայի նախագահի այցը քննարկել է դեսպան Օլիվիե դե Կոնտինյոյի հետ հանդիպան ժամանակ, հայտնել է մեր երկրի կառավարության մամուլի ծառայությունը։ Պաշտոնյաները հանդիպան ժամանակ քննարկել են հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի մի շարք առանցքային հարցեր, որոնք նախորդում են մայիսի 4-ին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին։ Կողմերը քննարկել են նաև խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման համակարգերի կառավարման ոլորտում Ֆրանսիայի ներգրավվածությունը, հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ընթացքը, ինչպես նաև կրթական ու մշակութային փոխգործակցության հեռանկարները։ Եվրամիության արտաքին գործերի նախարարները հաստատել են Հայաստանում նոր քաղաքացիական առաքելության մեկնարկը, հայտնել է Ազատություն ռադիոկայանը։ Այն պետք է օգնի Երևանին պայքարել հիբրիդային սպառնալիքների, ընտրական գործընթացներին, օտարերկրյա մանիպուլյացիաների, կիբերհարձակումների եւ անօրինական քաղաքական ֆինանսավորման դեմ։ Առաքելությունը կսկսի գործել առաջիկա ամիսներին, կունենա 2 տարվա մանդատ եւ կկոչվի Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության գործընկերության առաքելություն։ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասի խոսքով Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը չափազանց կարևոր է Եվրոպական միության համար։ Առաքելություն գործուղելու համար Հայաստանը Եվրամիությանը խնդրանքով դիմել էր դեռ անցյալ տարվա դեկտեմբերին։ Բրյուսելում եւ Հայաստանում տեղի ունեցած քննարկումներից հետո դաշինքի դեսպաններն անցյալ շաբաթ միաձայն կողմ էին քվեարկել առաքելությունը ստեղծելու առաջարկին։
Ապրելու երկիր կուսակցությունը եւ Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը ստորագրել են համագործակցության հուշագիր, միավորելով իրենց քաղաքական, կազմակերպչական եւ մարդկային ներուժը առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Հաշվի առնելով Հայաստանի առջև ծառացած անվտանգային, քաղաքական եւ արժեհամակարգային լրջագույն մարտահրավերները, կողմերը ձևավորել են միասնական քաղաքական օրակարգ, որի շրջանակներում Ապրելու երկիր կուսակցության մարզային թիմերը ակտիվորեն կներգրավեն Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակում։ Հայտարարության մեջ նշվում է, որ համագործակցության հիմնարար սկզբունքներն են Հայաստանի ինքնիշխանության եւ ժողովրդավարության պահպանումը, հայ գերիների վերադարձի առաջնահերթությունը, որպես ազգային արժանապատվության եւ կայուն խաղաղության նախապայման, ինչպես նաեւ հայ առաքելական Սուրբ եկեղեցու բացառիկ դերի արժեվորումը ազգային ինքնության եւ պետականության հիմքերում։ Ապրելու երկիր կուսակցությունը հայտարարել է, որ ստանձնում է իր բաժին պատասխանատվությունը երկրում փոփոխություններ իրականացնելու ճանապարհին։ Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հեռախոսակապի միջոցով ուղերձ է հղել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին, բարձրաձայնելով ադրբեջանական բանտերում պահվող հայ բանտարկյալների իրավունքների եւ պահպան պայմանների հարցը։ Արցախի նախկին պետնախարարը հայտնել է, որ վերջերս հանդիպել է Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևայի հետ եւ քննարկել կենցաղային, բժշկական ու իրավական խնդիրներ։ Ըստ Վարդանյանի, Ալիևան նշել է, որ հայկական կողմի հետ քննարկվել է ՄԻՊ-ի Բաքու այցելելու հնարավորությունը, սակայն նախաձեռնությունը դեռևս կյանքի չի կոչվել։ Իր ուղերձում Վարդանյանը քննադատել է Հայաստանի իշխանություններին նախաձեռնողականության պակասի համար, ընդգծելով, որ մինչ Երևանն ու Բաքուն բանակցում են տնտեսական հարցերի շուրջ, գերիների իրավունքների հարցը դուրս է մնում օրակարգից։ Նա առաջարկել է կազմակերպել պաշտոնական պատվիրակության այց Բաքու, որում կընդգրկվեն նաև բանտարկյալների հարազատները, մասնավորապես իր կինը Վերոնիկա Զոնաբենդը։ Վարդանյանը մարդու իրավունքների պաշտպանից հրապարակային պատասխան է ակնկալում 3 հիմնական հարցերի շուրջ։ Արդյոք քննարկվում է հարազատների մասնակցության այցի կազմակերպումը, ինչպես է համակարգվում աշխատանքը Ադրբեջանի օմբուդսմենի հետ եւ ինչ կոնկրետ քայլեր են ձեռնարկվել ձերբակալման պահից ի վեր։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 21-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր Լյուկ Դվինազի գլխավորած պատվիրակությունը։ Հայաստանի խորհրդարանի նախագահը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների խնդրին։ Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել ինչպես միջխորհրդարանական համագործակցությանը եւ երկկողմ կապերին վերաբերող թեմաները, այնպես էլ Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացը ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը։ Պակիստանի մայրաքաղաքը պատրաստվում է ընդունել ԱՄՆ-ի եւ Իրանի պատվիրակություններին։ Ըստ ՏԱՍՍ գործակալության, Դոնալդ Թրամփը մեծ հույսեր է կապում այս հանդիպման հետ, ակնկալելով կնքել հիանալի գործարք։ Թրամփը նաև շեշտել է, որ Իրանն այս ընթացքում մի քանի անգամ խախտել է հրադադարը։ ԱՄՆ նախագահը հասկացրել է, որ շահագրգռված չէ Իրանի հետ հրադադարի ռեժիմի երկարաձգմամբ, ձգտելով ավելի արմատական լուծումների։ CNBC-ի եթերում Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանում տեղի է ունեցել ռեժիմի փոփոխություն։ Դա ռեժիմի փոփոխություն է, ինչպես ուզում եք անվանեք այն։ Ես չասացի, որ դա անելու եմ, բայց ես դա արեցի։ Գուցե անուղղակիորեն, բայց ես դա արեցի։ Եվ կարծում եմ, որ մենք շատ ուժեղ բանակցային դիրքում ենք։ Թրամփի խոսքով իրենք գործարքի են հասնելու, Իրանն այլ ընտրանք չունի, նշել է ԱՄՆ նախագահը։ Իրանական 19 գործակալությունը հայտնել է, որ Թեհրանը լիովին պատրաստ է ռազմական գործողությունների վերսկսմանը, եթե հրադադարի ռեժիմը դադարեցվի։ Իրանը բանակցությունների հնարավոր ձախողման ամբողջ պատասխանատվությունը դնում է Վաշինգտոնի վրա, մեղադրելով ԱՄՆ-ին ծովային շրջափակման եւ ուժային ճնշման համար։ Վերջին 2 շաբաթվա ընթացքում Իրանն անցել է ակտիվ ռազմական պատրաստության։ Թեհրանը պարբերաբար ազդակներ է ուղարկում իր նոր մարտական հնարավորությունների մասին, զգուշացնելով, որ հակամարտության նոր փուլի դեպքում իրենց պատասխանը կլինի հզոր եւ վճռական։ Իրանական կողմը հերքել է Իսլամաբադ բանակցությունների մեկնելու մասին լուրերը, դրանք որակելով ապատեղեկատվություն։ Չնայած ըստ Axios-ի, երկրի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին թույլատրել էր պատվիրակությանը մեկնել ԱՄՆ-ի հետ բանակցելու։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը ավելի վաղ հայտարարել է, որ Թեհրանը չի բանակցի սպառնալիքների ներքո եւ պատրաստվում է դիմել նոր քայլերի։ Այս ամենը տեղի է ունենում Իրան-ԱՄՆ ժամանակավոր երկշաբաթյա հրադադարի
ավարտին զուգահեռ, որը լրանում է մի քանի ժամից, սակայն կողմերը դեռևս չեն հասել երկարատև խաղաղության համաձայնության։ Միաժամանակ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը սպառնացել է ոչնչացնել Հեզբոլլահի առաջնորդին եւ հրահանգել է բանակին գործել ամբողջ ուժով, անկախ հրադադարի ռեժիմից, եթե դա անհրաժեշտ լինի իսրայելցի զինվորների անվտանգության համար։ Իսրայելում հնչել է օդային ազդանշան, սակայն այս անգամ պատճառը հրթիռակոծությունը չէ։ Երկրի բնակչությունը 2 րոպե անշարժ կանգնել է զոհված զինվորների եւ ահաբեկչության զոհերի հիշատակի օրվա առթիվ։ Այս արարողակարգի ժամանակ կյանքը երկրում կարծես լիովին կանգնում է։ Վարորդները կայանում են մեքենաները նույնիսկ մայրուղիների մեջտեղում եւ դուրս գալիս հարգանքի տուրք մատուցելու նահատակներին։ Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Կուկը հեռանում է պաշտոնից, անցնելով տնօրենների խորհրդի գործադիր նախագահի աթոռին։ Նշվել է, որ նա կշարունակի համակարգել ընկերության կապերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ 65-ամյա Կուկը Apple-ը ղեկավարում էր 2011 թվականից, Սթիվ Ջոբսի մահից հետո։ Նրա ղեկավարության տարիներին ընկերությունը զգալի աճ է գրանցել։ Բաժնետոմսերի արժեքն աճել է շուրջ 20 անգամ, եկամուտը 108 միլիարդից 416 միլիարդ դոլարի։ Կուկի օրոք գործարկվել են Apple Watch-ը, AirPods-ը, Vision Pro-ն, iCloud, Apple Pay, Apple TV եւ Apple Music ծառայությունները։ Վերլուծաբանները Կուկի հեռանալը գնահատել են որպես կարևոր փուլ Apple-ի պատմության մեջ։ Նրա ղեկավարությամբ ընկերությունը տեխնոլոգիական բրենդից վերածվել է համաշխարհային տնտեսական հսկայի։ Ընկերությունը հայտնել է, որ սեպտեմբերի 1-ից նոր գլխավոր տնօրեն կդառնա Ջոն Թերնսը, որն այժմ ընկերության փոխնախագահն է եւ աշխատում է Apple-ում 2001 թվականից։ 50-ամյա Թերնսի անվան հետ կապում են վերջին տարիներին Mac համակարգիչների վաճառքի աճը։ Նա ղեկավարել է նաև ընկերության սարքավորումների ճարտարագիտությունը, ներառյալ iPhone, Mac, Apple Watch եւ Vision Pro նախագծերը։